Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, իմ հյուրն է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Կառավարությունը վերջապես հրապարակեց Արցախյան բանակցային գործընթացի հիմնական փաստաթղթերը, ինչը եւ պահանջում է իր ընդդիմությունը տևական ժամանակ։ Ինչ կարծիք ունեք, այնտեղ որևէ նոր բան կար, պարոն Մանուկյան, ինչ են ասում այդ փաստաթղթերը մեզ եւ ի վերջո կար հայանպաստ լուծում այդ հարցին, թե ոչ։ Շնորհակալություն։ Արդեն 4 տարի է մենք պահանջում ենք, բազմաթիվ հայտարարություններով ենք հանդերձ եկել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակի 19 թվականին իր սեղանին դրված եռանախագահների առաջարկը, Մինսկի խմբի առաջարկը։ Չէին անում ծիծաղելի փաստարկներով, որ այդ փաստաթղթերը միտեղ հավաքված չեն, այդ փաստաթղթերը արտգործնախարարության պահարանների տակ են, սառնարանների կամ օդափողիչների տարբեր տեղերում կորած են այդ փաստաթղթերը եւ իմի բերելու հնարավորություն չկա։ Վերջում էլ մի ծիծաղելի հայտարարություն արեցին, որ սկանանելու համար ժամանակ է պետք, պետք է թղթերը հավաքեն, սկանանեն, նոր տպեն։ Բայց ինչևէ դա բոլոր դեպքերում ընդդիմության հաղթանակներ, որ հրապարակվեց փաստաթղթերը։ Փաստաթղթերը ամբողջական չեն հրապարակվել, պահանջը ընդդիմության եւ մեր պահանջը, որ շատ հստակ էր, Տեր-Պետրոսյանի պահանջն էր շատ հստակ, այն է հրապարակել բոլոր փաստաթղթերը եւ այս եւը շատ կարեւոր է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատասխանները այդ առաջարկներին, որովհետեւ շատ թե քիչ տարբեր ձևերով, տարբեր ժամանակներ տպվել են բոլոր այդ առաջարկները։ Գոնե բովանդակային առումով քաղաքական էլիտան գիտեր ինչ առաջարկներ երբ են եղել, ինչ դինամիկա է եղել այդ փաստաթղթերի բովանդակության մեջ, բայց հանրությունը չգիտի, մինչև հիմա էլ չգիտի, թե Հայաստանի իշխանությունները, մասնավորապես արտաքին գործերի նախարարությունը ինչ պատասխաններ է տվել այդ փաստաթղթերին։ Եվ մինչև հիմա պահանջը մնում է ուժի մեջ հրապարակել Հայաստանի իշխանությունների պաշտոնական պատասխանները, գոնե այսպես ասեմ, ես համար ամենակարևոր 19 թվականի առաջարկների վերաբերյալ։ Այստեղ երկու ելք կարող է լինել։ Իրենք կամ չեն պատասխանել դրան, որը նշանակում է բանակցային գործընթացից դուրս են գալիս եւ մերժում են բանակցային ամբողջ գործընթացը, կամ պատասխանել են մերժելով։ Այստեղ է թաքնված շանգելուխը, ինչ դիրքորոշում է ունեցել Նիկոլ Փաշինյանը, ԵՀԿ Մինսկի խմբի եռանախագահների գոնե վերջին իր համար վերջին պատասխանն է կարևոր, եւ ինքն է դրա տերը 19 թվականին տված պատասխանը։ Եվ ամենևին եկեք համարենք խնդիրը չփակված, մենք դեռ սպասում ենք պաշտոնական պատասխանին, թե ինչու Հայաստանը, ինչ պատճառներով դուրս է եկել բանակցություններից, մերժել է այդ բանակցությունները կամ ավելի վատ տարբերակ ընդհանրապես չի պատասխանել։ Մտածում եք Նիկոլ Փաշինյանը անկեղծ չի, երբ որ ասում է, որ ցանկացած փաստաթղթի իմպլեմենտացման պարագայում միևնույն է Արցախը որևէ շանս չուներ լինելու հայկական, լինելու Հայաստանի տիրապետության տակ, ամեն դեպքում ինքը լինելու էր տարիներ հետո նույնիսկ ինքը լինելու էր Ադրբեջանի կազմում եւ դրանով իսկ այդ իսկ պատճառով նա մերժել է այս բոլոր առաջարկները։ Փաստացի դա է ստացվում նրա ասածներից։ Սուտ է ասում, շատ պարզ սուտ է ասում, որովհետեւ մենակ ասելով չի, կա փաստագրում, կա փաստերի տրցակ եւ իր հայտարարությունները, իսկ իր հայտարարությունները ամբողջովին համընկնում են նրան, որ ինքը ուզում էր դուրս գալ բանակցային գործընթացից, մասնավորապես այն հայտարարությունները, որ Ղարաբաղը կորցրինք, իր խնդիրը Ղարաբաղը կորցնելն էր, տալն է, Ղարաբաղը կորցրինք, Հայաստանը գտանք, իբր բան է գտել, փոքր կորցնում ենք, մեծը գտնել, սա բլեֆ է, սա գեղցիական շուստիություն է, Ղարաբաղը թոք էր Հայաստանի վզին, սա այլանդակության հաջորդ դոզան է, որ այսինքն իր արած մեղքերը ինքը իբր արդարացնում է ավելի մեծ միավորը պահելու, նույնիսկ Ղարաբաղի հարձակման օրը իրենք անկախության օր էին ուզում հռչակել, եւ ամենակարևորը վերջերս ինքը հրապարակեց, ես ուզում եմ ուղղակիորեն կարդալ օգոստոսի 23-ի իր
հետևյալ խոսքերը, որը մեկնաբանության նույնիսկ կարիք չունի։ Ինչու 20 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետություն, մեր կառավարությունը եւ ես ինքս, շատ հստակ է, ես ինքս չգնացինք զիջումների, ինչը 44 օրյա պատերազմից խուսափելու միակ հնարավորությունն էր։ Մեղը սա է, շատ կարևոր է, որ փողզիջումների գնալու ընդ որում օգտագործում է զիջում բառը, էսել է սխալանում, որովհետեւ փողզիջումների մասին էր առաջարկները, դա միակ հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքներն ու կախվածությունները մեծանալու էին անհամաչափորեն, հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետական կորստի։ Սա լկտի սուտ է։ Եվ Մինսկի խմբի հրաժարվելը եւ բանակցություններից դուրս գալ ինքը բազմիցս հայտարարել է եւ ինքը ընդհանրապես 2 օր առաջ ասում էր, որ 18 թվականին ինքը դիմել է Մինսկի խմբին եւ բառացիորեն ասել է հետեւյալը. «Այստեղ լիքը թղթեր են, որ ես չեմ հասկանում, դրանց սեղմագիրը որն է»։ Սա դիվանագիտական մանկամտություն մարդ այստեղ շատ մեղմ ասած, կոլապս է։ Երբ դու երանախագահներին, որոնք 17 տարի բանակցել են եւ խաղաղության գործընթաց են պահպանել, դու նրանց ասում ես ձեր տված փաստաթղթերը ես չեմ հասկանում, եթե չես հասկանում քո խնդիրն է, եթե հասկանում ես, բայց ցույց ես տալիս չես հասկանում, դու առնվազն այդ իմ ասած շուստրությունն է, ինքը ակնհայտ բոլոր ժամանակներում, կներեք այս բառի համար սլիվներ է տվել, որ ինքը բանակցային գործընթացի դուրս է գալիս եւ հետո էլ վերջում էլ հայտարարեց, որ իր նպատակը եղել է Ադրբեջանի հետ հարաբերություններ ստեղծելը եւ Թուրքիայի բարեհաճությունը ստանալը։ Այսինքն ուզում եք ասել բանակցային գործընթացից դուրս գալու փաստացի գեր նպատակը, վերջնական նպատակը նա էր, որ Ադրբեջանի հետ հարաբերություններ ստեղծի Թուրքիայի հետ սահմանել բացի առևտուրանը եւ խնդիրը բազմիցս դա ասվել է, խնդիրը այն էր, որ երանախագահները դուրս գան Հայաստանից, մասնավորապես նաև Ռուսաստանը, այստեղ Ռուսաստանի ազդեցության խնդիրն է շատ կարևոր, որտեվ բոլորն էլ շատ լավ գիտեին, որ երանախագահները 19 թվականին այդ խաղաղության ծրագիրը տալով Ռուսաստանին տվել էին մանդատ իրենց կողմից ներկայացնելու հաշտության բանաձևը։ Դա համար կոչվում էր Լավրովի պլան։ Բայց այստեղ որոշակի մի քիչ կարծես թե հակասություն կա։ Նա, եթե մենք համարում ենք, որ ամբողջ այս գործընթացը վիժեցնելու նպատակը նաև Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելն էր, Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ, թեկուզ մեզ համար, մեր պետական ազգային շահերի համար ոչ բարենպաստ ձևով հարաբերություններ կառուցելով, այդ դեպքում ինչու էր նա 18 թվականին այնպիսի քայլեր, այնպիսի ռևերանսներ անում Ռուսաստանի հանդեպ, նաև Սիրիա որոշակի կոնտինգենտ ուղարկում, հա, սակրավորներից եւ ռազմաբժիշկներից բաղկացած եւ որոշակի այլ քայլեր եւս անում էր, որոնք վկայում էին Ռուսաստանի հետ ավելի սերտացնելու հարաբերությունների մասին։ Ճիշտ է, որոշ փաստեր 18 թվականին ձերացածը նույնպես հաստատում է, որովհետեւ 18 թվականի սկզբին, երբ որ եկավ իշխանության, ինքը հաթաթայր տալիս Թուրքիային։ 20 թվականին էլ էր տալիս իմիջիայլոց Սևերի պայմանագիրը իշեն, Սևերի պայմանագրի այդ 100-ամյակի հայտարարությունը, այդ փաստաթուղթը նույնիսկ Հայաստանը մասնակցեց հակաթուրքական կոալիցիա ստեղծելու գիտաժողովին Կիպրոսում, Եգիպտոսում, ինքը միացավ Կիպրոս, Հունաստան, Եգիպտոս, այո, այդ արևելամիջերկրածովյան այդ ալյանսը հակաթուրքական եւ այդ ժամանակ էր որ Էրդողանը մոտարապես այսպիսի հայտարարություն արեց, տղա ջան, դու ոնց որ շփոթել ես Սևանա լիճը միջերկրական ծովի հետ, դու գնաս զբաղվի քո գործերով, դրանից հետո իսկապես տեղի ունեցավ պատերազմի մոտարպես, երբ որ ինքը արդեն հստակ բանակցություններից դուրս եկավ, այդ գործընթացը տեղի ունեցավ, այդ մի փուլը իսկապես ավելին ասեմ, փորձենք մի քիչ ամբողջական ասել, ինքը Ադրբեջանի վրա էլ ատամ սկսեց ցույց տալ, որ Ադրբեջանը ժողովրդավար երկիր չի, ներսից կպայթի։ Տավուշյան դեպքերի ժամանակ էր դա։ Հա, ինքը, այսինքն այդ ժամանակ երկու ֆրոնտով էր աշխատում եւ Ադրբեջանին մեծագորգոր բաներով, հենց այդ նույն Սևրով, նույն Թուրքիային, նույն այդ կոալիցիայով, դրանից հետո տեղի ունեցավ տրանսֆորմացիան եւ երևի արևմուտքից հասկացին, որ տղա ջան, քո առաքելությունը սա չի, քո առաքելությունն այն է, որ
հետո դա շատ ակտիվացավ Ուկրաինայի դեպքերի հետ կապված, երբ որ արևմուտքի խնդիրը զուգահեռ Ուկրաինայի կոնֆլիկտի նաև դարձավ այն, որ Մոլդովայի Ուկրաինայի հետ նաև, այն ժամանակ նաև Վրաստանի, ստեղծել մի հատ հակառուսական նոր բլոկ, նոր ռեգիոն, նոր տարածաշրջան, որտեղից փորձեն թուլացնել Ռուսաստանին։ Դա կարող ես կապել, եթե բոլոր դեպքերը զուգահեռաբար իրար կողքի դնես, որ ամբողջ համայնապատկերը ստաց։ Բայց դրանից հետո իսկապես ահագնացավ հակառուսական ագիտացիան, Հայաստանը լրիվ մխրճվեց միջազգային գումարներով, պրոյեկտներով, հակառուսականության մենք դեռ Ռուսաստանի թեմային իհարկե գալու ենք, այստեղ շատ հետաքրքիր նյուանսներ կան, բայց ես ուզում եմ մի բանի վրա եւս շեշտը դնել։ Տեսեք, այս օրերին եւ ավելի վաղ էլ Նիկոլ Փաշինյանը, երբ որ պատասխանում է օպոնենտներին, նաեւ ձեզ երկրորդ նախագահի կողմնակիցներին կամ երրորդ նախագահի, ասում է դե լավ, դե որ դրանք բոլորը այդպես լավ լուծումներ էին, թե Քիվեսթը, թե մադրիդյան սկզբունքները, թե մոդիֆիկացրած սկզբունքները, այսպես կոչված Լավրովի պլանը կամ այս 19 թվականի առաջարկները։ Ի վերջո ասում է դե լավ, եթե լավ լուծում էին, լուծեիք։ Պարոն Մանուկյան, նույն հարցը երևի թե փորձեմ ձեզ տալ, ինչու չլուծեցին։ Շնորհակալ եմ, լավ հարց է բնականաբար։ Լևոն Տեր-Պետրոսյանը իր բոլոր ելույթներում 94-ի ցեսկում, երբ որ զինադադար կնքվեց, կողմեր փոխզիջումային տարբերակին եւ նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատանքի արդյունքում, դիվանագիտական աշխատանքի արդյունքում Մինսկի խումբը ներգրավեց այս բանի մեջ եւ մեզ համար ձեզ ասեմ շատ բարենպաստ ֆորմատ էր Մինսկի խումբը, որտեղ Ռուսաստան, Ֆրանսիա, Ամերիկա երկրներն էին, այսպես մի քիչ ոչ շատ դիվանագիտական, ասեմ, եւ ռուսների շահերը եւ ֆրանսիացիների շահերը, որպես Հայաստանի շատ բարեկամ երկիր, ավելի շատ էին մեր շահերի հետ համընկնում, քան Ադրբեջանի հետ, այսինքն այդ խմբի գործունեությունը հայանպաստ էր։ Եվ մինչև 97 թվականը, մինչև Տեր-Պետրոսյանի հրաժարական ինքը մշտապես ներկայացրել է փոխզիջումային ծրագրերը, որը խաղաղության ծրագիր էր եւ մեզ համար նպաստավոր էր։ Պլյուս մի հատ կարևոր գործոն կար, որ Տեր-Պետրոսյանը միշտ շեշտում է ժամանակի խնդիրը, երբ ես դու այդ խնդիրը լուծելու։ Ինքը ասում էր, այսօր ինչ կարող ենք ստանալ, վաղը անհնար է լինելու, վաղը չեմ իսկական։ Տեր-Պետրոսյանը այս առումով կարծում եմ մի քիչ ավելի անխոցելի է, որովհետև մենք գիտենք նրա ամբողջ մոտեցումը, նա ուզում էր, բայց չհասցրեց։ Նախագահական երկրորդ եւ երրորդ նախագահները ձեր կարծիքով ինչու չեն նախագահների ամբողջ գործունեությունը Ղարաբաղի հարցը չլուծելու մեջ էր։ Անշուշտ համեմատելով Նիկոլի հետ նրանք դրական են այն առումով, որ բանակցային գործընթաց չեն մերժել, անընդհատ բանակցությունների մեջ են եղել, գոնե բանակցային գործընթացի մեջ լինելը զսպող մեխանիզմ է եղել Ղարաբաղում նոր արկայցում, նոր պատերազմ չսկսելու համար, այդ առումով նրանց գործունեությունը կարելի է համարել դրական, բանակցային գործընթացը չեն խաթարել, շարունակել են մնալ դրա մեջ։ Բացասականը նա է, որ իրենք գտնում էին, որ որքան խնդիրը չլուծվի, որքան հեռանա, այդ խնդիրը կարող է մաշվել, Ղարաբաղի հարցի չլուծումը դարձավ իրենց լուծումը, իրենց մոտեցումը Ղարաբաղի հարցի չլուծումն էր, հետաձգելն էր, մաշելն էր, բայց այստեղ շատ կարևոր է մի ուրիշ գործոն, որ Տեր-Պետրոսյանը անընդհատ տարբերվում է այդ երկուսից եւ առաջարկում էր Ադրբեջանի զարգացման տեմպերը ակնհայտ ավելին էին, արագացված էին, քան Հայաստանին էր, տնտեսական գործունեության մասին է խոսքը, որտեղ նավթի գործոնը Բաքու-Թբիլիսի-Ջեհյանի գործարկումը Ադրբեջանի եւ Թուրքիայի եւ եվրոպական երկրների այդ բազմապրոֆիլ զարգացումը, դինամիկան տնտեսական առումով, որը անմիջապես ուղղակի ձեւով զենքի քանակի սպառազինությունների վրա ուղիղ ազդեցություններ տոն, մի թիվ ասեմ ժողովրդագրությունը ինչու՞ չէ։ Եվ ժողովրդագրությունը մի թիվ ասեմ պարլամենտում եմ ես դա բազմից հրապարակել, իրենք նույնիսկ հասան 5 միլիարդ դոլար զենքի գնումների, բյուջեից 5 միլիարդ դոլար հատկացում էր բանակի եւ սպառազինությունների վրա։ Մեր հնարավորությունները այդպես չէր եւ տնտեսական է։ Այսինքն ժամանակը ցույց էր տալիս, որ արագ պետք է խնդիրների լուծման գնալ։ Մենք մերժում ենք այդ արագ գնալը, ինչը բերեց այս ողբերգության։ Այսինքն երկար տարիների ընթացքում Ադրբեջանը կլուծեր, համաձայն էր այդ լուծումների, պարոն Մանուկյան, այստեղ կարևոր նյուանս կա։ Որ Մինսկի խմբի առաջարկներին։ Եկեք շատ մանրամասներ ես հետ չգնամ, մանավանդ ես ինձ փորձագետ այդ մասում չեմ։ Ես կարող եմ երևութային գնահատել վերջինը գոնե։
19 թվականին առաջարկած տարբերակը ինչը նշանակում էր։ Դա փուլային տարբերակ էր, որտեղ 5 շրջանը հանձնվում էր, մնում էր 2 շրջանը Լաչինը եւ Քալբաջարը, միջազգային զորքերը ՄԱԿ-ի մանդատով, ՄԱԿ-ի բերետներով կանգնում էին այդ ամբողջ շրջանում, ազատագրված կամ արդեն հանձնված տարածքներում Ադրբեջանը զորք պահելու իրավունք չեր ունենում, բացվում էին բոլոր երթուղիները, շրջափակումը վերանում էր, Ղարաբաղի հարցը կարգավիճակը չէր լուծում այնքան ժամանակ, երբ որ կազմակերպում էր բոլոր կողմերի հետ համաձայնեցված հանրաքվե եւ հանրաքվեով, իսկ հանրաքվեն Ղարաբաղի տարածքում էր լինում, հանրաքվեի միջոցով լուծվում էր Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որից հետո նոր հանձնում էր Քալբաջարի շրջանը։ Սա մի ամփոփ լավ լուծում էր, որը հնարավորություն էր տալիս միջազգային երաշխիքներով, միջազգային զորքերով պահել Ղարաբաղը, Ղարաբաղը պահել Հայաստանի հետ անմիջական ցամաքային կապով, Ղարաբաղը ունենում էր իր պետական բոլոր կառույցները, ունենում էր ներկայացություններ աշխարհի տարբեր երկրներում։ Շատ լավ, մենք ամբողջությամբ համաձայն ենք այդ փաստաթղթին։ Ադրբեջանի արձագանքը Ադրբեջանն էլ էր համաձայն, սա է հենց տխուրը, ցավալին, որ եւ Ադրբեջանն էր համաձայն եւ Հայաստանն էր համաձայն, եւ քանի որ մեր դիվանագիտության արդյունքում սա իսկապես պատմական հաղթանակ էր։ 95 թվականից Լեռնային Ղարաբաղը ճանաչվել էր կոնֆլիկտի կողմ, բանակցային կողմ եւ կոնֆլիկտի կողմ, իր ստորագրությունն էլ էր պետք։ Սա մեծագույն հաղթանակ էր, չկա, ես չգիտեմ ուրիշ դեպք, երբ որ այն միավորը, որի մասին քննարկումներ գնում են, ինքը դառնում է բանակցող կողմ եւ առանց իր ստորագրության չես կարող որևէ հարց լուծել։ Օրինակ, զուգահեռ Ուկրաինան այսօր ի վիճակի չի իր ճակատագիրը լուծել, որի լուծողները դարձել են Միացյալ Նահանգները եւ ռուսները։ Այսինքն կար հնարավորություն կար հրաշալի հնարավորություն կար Ղարաբաղի ներգրավմամբ Ղարաբաղի ճակատագիրը լուծել գերտերությունների Հայաստանի Ադրբեջանի միջև Ղարաբաղցիներ մերժեցին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բամարը, Վազգեն Սարգսյանը մերժեցին այս ծրագիրը եւ դրա համար տեղի ունեցավ 98 թվականի եղաշրջումը։ Եվ այստեղ ձեր թույլտվությամբ, այսինքն լավ, այս մտքին հայ։ Եկեք ես մի բան հարց, այս միտքը ավարտենք այսպես։ Վատ էր, լավ էր, ինչ որ բան առաջարկած էր։ Ես գտնում եմ լավ էր։ Այդ բոլոր արգումենտներով հաշված ժամանակի հարցը, տնտեսության զարգացման հարցը, արդյունքի քննարկումները եւ այլ փոխզիջումային քննարկումները եւ երանախագահության երաշխիքները։ Այս ամենի այսպես բանով համապարփակ լուծումով դա լավագույն լուծումն էր։ Եվ եթե մենք գնայինք այդ լուծման, կունենայինք երկարատև խաղաղություն, զարգանալու հնարավորություն եւ չենք մերժի միջազգային կառույցներ։ Հիմա ասենք թե դա վատ էր։ Ինչ ստացանք մենք այդ մերժելով։ Ես ասեմ ինչ ստացանք։ Այդ վատը մերժելով մենք ստացանք, թույլ տվեք ես ասեմ, դուք կարող եք ավելի պատերազմ, բանակցությունների դուրս գալ, երանախագահների հակակրանքը մեծ դեպի մեզ, որ մենք խնդիրը չենք լուծում եւ բանակցության գործընթացներից դուրս։ Մենք կորցրինք մեր պաշտպանական համակարգը, մեր միջազգային հեղինակությունը, մեր միջազգային սուբյեկտ լինելը եւ հիմա այն է ինչ կա, որը իրենց ոչինչ չի ներկա։ Այսինքն նա վատ էր, այս մեկը շատ ավելի վատն է անհամեմատ 5000 զոհերով տարածքային կորստով։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Ղարաբաղը թոք էր մեր վզին, Ղարաբաղի հարց չկար, կար Հայաստանի հարց եւ դա մեր պետականությունը վերջնականապես ոչնչացնելու, մեր անկախությունը ոչնչացնելու խնդիր էր դրված, օգտագործելով Ղարաբաղի հարցը։ Հիմա երբ որ դուք հարցնում եք ինչ ունենք, ես նրա տրամաբանությամբ փորձեմ ձեզ պատասխանել։ Դժվար է, չէ՞։ Դժվար է, իհարկե շատ դժվար է, բայց նրա տրամաբանությամբ այսպես օպոնենտ լինել ձեզ, նա ասում է, որ մենք փրկել ենք մեր պետականությունը։ Մենք փրկել ենք մեր պետականությունը։ Դա լկտի սուտ է։ Ներող կլնեք 1000 անգամ, էլի սովորաբար ես միշտ փորձում եմ հայերեն խոսել, բայց տերմիններ կա որ եկեք հայերեն խոսենք։ Դա հայերեն որն է, դա չգիտեմ ինչ անում, որովհետև իսկապես լկտի սուտ է, դա իր կործանարար քաղաքականություն արդարացնելու միջոց է, ինչ որ կա ավելի մեծ բան, որի համար ես զոհաբերում, հակառակը ապացուցեմ, փաստերով ապացուցեմ, եթե չլիներ Հայաստանի անկախությունը, չլիներ Հայաստանի պետականությունը եւ լրջամիտ հավասարակշռված արտաքին եւ ներքին քաղաքականություն, մենք Ղարաբաղ չէինք կարող ազատագրել։ Մեր բոլոր ռեֆորմների եւ հանրաքվեի միասնական արդյունքներով եւ Տեր-Պետրոսյանի
լուրջ, հավասարակշիռ, բալանսավորված, շատ կարևոր է Ռուսաստան, Արևմուտքը, Եվրոմիություն բալանսավորված քաղաքական արդյունքում եւ որոշ երկրներին չեզոքացնելու արդյունքում մենք կարողացանք Ղարաբաղ ազատագրել։ Այս վիճակում օրինակ, եթե մենք թույլ ենք պետական առումով, մենք չէինք կարող Ղարաբաղ ազատագրել։ Ղարաբաղի ազատագրումը տեղի է ունեցել Հայաստանի պետականության շնորհիվ։ Հայաստանի պետականության ինքնուրույն քաղաքականության շնորհիվ եւ դեմագոգիա է, լկտի սուտ է ասել, որ Ղարաբաղը բեռ էր Հայաստանի վրա։ Ընդհակառակը Ղարաբաղը լրջագույն գործիք էր աշխարհի հետ խոսել, որովհետեւ մենք արժանապատիվ ձևով գրավել էինք, ազատագրել էինք, չեզոքացրել էինք Թուրքիային, չեզոքացրել էինք մուսուլմանական արաբական երկրներին դիվանագիտական առումով եւ վայելում էինք եռանախագահության համակրանքն ու առաջարկները։ Բացարձակապես կրկնում եմ, սուտ է այն, որ Ղարաբաղը թոք էր, պարան էր մեր անկախության, մեր սուվերենության, դրա համար է հռչակագիրը հանում, դրա համար է սահմանադրությունը փոխում, դրա համար է Արարատը հանում, դրա համար է բանակը կրճատում, որ բանակը կրճատեցիր, այդ արժանապատվությունը ավելանալու է, քո սուբյեկտայնությունը ավելանալու է, փոխարենը ներքին գործերն ես ուժեղացնում, ազգային գվարդիա ես ստեղծում, այսինքն արտաքին մարտահրավերները թույլատնում ես բանակ արտաքին իմունիտետն է պահում, ուժեղացում ես ներքին իմունիտետը հակառակորդների, քաղաքական հակառակորդներին զսպել ոստիկանությունն ուժեղացնում։ Եթե թույլ կտակ, ես շատ եմ ուզում հավանաբար այդ հարցը տալ, Մինսկի խմբի Մինսկի խմբի մասին ես ուզում եմ անդրադառնալ, Մինսկի խմբի եւ նաեւ հայցերի հետ քաշման։ Շատ շնորհակալ եմ։ Հա, կուզենամ մի կարճ սրան անդրադառնալ, ինչ ռիսկեր է սա մեզ համար ստեղծում։ Շատ քիչ է սրա մասին խոսվում։ Մինսկի խումբը, որը ստեղծվել է 92 թվականին, 94-ից սկսվեց Ղարաբաղի խնդիրը դառնալ Մինսկի խմբի քննարկման նյութ եւ 97-ից սկսեց գործել ուղղակի Մինսկի խումբը որպես եռանախագահողներ Ֆրանսիայի, Ամերիկայի, Ռուսաստանի կոնկրետ առաջարկներով, բանակցություններով, կողմերին առաջարկելով տարբեր հնարավոր վերսիաներ խնդիրը լուծելու համար։ Եվ Ալիևի պահանջով Վաշինգտոնյան փաստաթղթով եւ Նիկոլի համատեղ Ալիևի հետ համատեղ դիմումի համաձայն 2 օր առաջ Մինսկի խումբը դեկտեմբերի 1-ից Մինսկի խումբը սկսեց չգործել։ Ուզում եմ այս լսողներին ներկայացնել, որ Մինսկի խումբը լրջագույն պաշտպանիչ մեխանիզմ էր Ղարաբաղի խնդրի համար եւ Հայաստանի համար։ Աշխարհը ճանաչում է երկու լեզու բանակցությունների, կոնֆլիկտների լուծման համար՝ տարածքային ամբողջականություն եւ ազգային ինքնորոշման իրավունք։ Մինսկի խումբը հենց այս երկու սկզբունքն էր դրել Ղարաբաղի կոնֆլիկտը լուծելու համար, ինչը մեծ ձեռնտու էր դա տարածքային ամբողջականության զուգահեռ հավասարազոր ինքնորոշման խնդրի լուծումն էր, այսինքն Ղարաբաղը ուներ ինքնորոշման իրավունք Մինսկի խմբի պաշտպանության ներքո։ Եվ մենք զրկվելով դրանից, փաստորեն մեզ զրկեցինք եվրոպական եւ միջազգային այն կառույցից, որը 17 տարի գոնե պահել է խաղաղությունը։ Կարող են վիճարկել իմ հետ, քննարկել, որ շատ արդյունավետ չէր, բայց իր ոչ արդյունավետ լինելով հանդերձ, ինքը խաղաղության պատվար էր, խաղաղության պաշտպան էր եւ միջազգային իրավունքի առումով Ղարաբաղի իրավունքները պահելու, Ղարաբաղի մշակույթի արժեքները պահելու առումով մի հատ լուրջ պաշտպանիչ շերտ էր, որը Հայաստանին Ղարաբաղին պաշտպանում էր ագրեսիաներից, Ադրբեջանից եւ այլ։ Մենք մեզ զրկել ենք։ Ուրեմն այն որ իբր ԿՊ խմբակը գնում է եվրոպական միություն, եվրոպական արժեքների, բլեֆ է այս առումով, որովհետև մենք ինքներս մեր ստորագրությամբ մեզ զրկել ենք այդ պաշտպանիչ շերտից։ Երկրորդը ձեր ասած միջազգային հայտերից հրաժարվելը։ Մենք բոլոր միջազգային եվրոպական դատարաններից, մարդու իրավունքների հետ կապված բոլոր դատարաններից Ադրբեջանի պահանջով հետ վերցրեցինք մեր հայցերը։ Այդ հայցերը վերաբերում են քաղ բանտարկյալներին, Բաքվում նստած են 23 հոգուն, մշակութային արժեքների պահպանը, ղարաբաղցիների հետ վերադարձի իրավունք, բոլոր 22 թվականի սեպտեմբերյան կռիվների ժամանակ մեր գերներին գնդակ արելուն հիշում ենք այդ բոլոր այդ խնդիրների համար կա մի ատյան, որտեղ դու միշտ դիմում ես եւ քննարկում ես այդ խնդիրները, դա եվրոպական մարդու իրավունքների դատարանն է, միջազգային դատարաններն են։ Մենք մեզ զրկել ենք այդ գործիքից, այսինքն մենք որ ասելով թե գնում ենք Եվրոպա, եվրոպական արդարադատության ատյաններից մենք մեզ դուրս դրեցինք Ադրբեջանի պահանջով եւ արդյունքում մենք զրկել ենք մեզ այդ պաշտպանիչ շերտից, ինչը Ադրբեջան ուզում է։ Ադրբեջանի հերանեկարային
պլանը հետևյալն է. Հայաստանը զրկել այն հնարավոր պաշտպանիչ շերտերից, որոնք կարող են իր համար խնդիրներ ունենալ։ Զուգահեռ անցկացնեմ, թվում է սրանք կարող են չկապվել, բայց այդ ձևի երկու լծակից էլ Նիկոլ Փաշինյանը մեզ զրկել է հայկական պաշտպանիչ շերտերից։ Մեկը Սփյուռքն է, մեկը եկեղեցին է։ Սփյուռքը եւ եկեղեցին նույնպես, այսպես լինելով հայաստանյան, արտահայաստանյան կազմակերպություններ են։ Եվ Ղարաբաղի հարցում, եւ մարդու իրավունքների հարցում, եւ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցում, եւ մշակույթի արժեքների պահպանման հարցում, եւ ընդհանրապես լոբինգի հարցում, այս երկու կազմակերպությունները մեզ համար միշտ կատարել են պաշտպանիչ դեր, պաշտպանիչ շերտ են հանդիսացել։ Բայց իշխանության տեսակետից սա շատ տրամաբանական է։ Իշխանության տեսակետը, եթե նա Ադրբեջանի հետ գնում է իր կարծելով համապարփակ խաղաղության, նշանակում է դրանց կարիքը չկա։ Նայողությունը այդպես մտածել է, խաղաղության գնալը բնականաբար լավ է, բայց խաղաղության գնալու դեպքում, եթե քեզ նվաստացնում են, ստորացնում են եւ քո միջազգային բոլոր գործիքներից քեզ զրկում են քո կամքով, դա նվաստացում է, դա ամենևին խաղաղության գնալ չի։ Ներող կրնեք, Սփյուռքը ցեղասպանության խնդրի հետ կապված կամ մնացած լոբինգի խնդիրների հետ կապված ինքնավար միավոր է։ Նա Հայաստանին չի ենթարկվում, բայց նրա շահերը եւ Հայաստանի շահերը համընկնում են շատ հարցերով։ Եկեղեցին լինելով հայաստանյան, երկու անգամ շատ ունի հետևորդ Հայաստանից դուրս, որոնք մշտապես լոբինգի ազդեցության տվյալ երկրների իշխանությունների վրա լծակներ ունեն, ինչից մշտապես խուսափել վախեցել է Ադրբեջանը։ Այսինքն Հայաստանի ներիշխանական խնդիրների մեջ չպետք է մտներ Սփյուռքին խեղճացնելը եւ եկեղեցուն խեղճացնելը, որովհետեւ սա ոչ թե հայաստանյան խնդիրի մեզ դիտարկում, այս կարևոր է ինձ համար, կուզեմ որ սա ընկալեք այնպես ինչպես ես եմ մատուցում։ Սրանք ներհայաստանյան խնդիրներ չեն, դրանք Հայաստանը դրսից հնարավորինս պաշտպանելու գործիքներ են, ինչպես ՄԱԿ-ը, ինչպես ԵԱՀԿ-ն, ինչպես ՄԻԵԴ-ը, ինչպես ԵԱՀԿ-ն, ինչպես Համաշխարհային բանկը, դրանք գործիքներ են, որոնք ներքին քաղաքականություն իշխանությունը կարող է կիրառել դրսից ուժեղանալու, դրսում լոբինգ կազմակերպելու համար։ Եվ հիմա ինչ է տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում նշածս բոլոր հնարավոր լոբիստական, արժեհամակարգային, ֆինանսական, քաղաքական բոլոր միավորները ոչնչացնել, հնարավորինս թույլատրել Հայաստանը, եւ ինչ ստացվեց, միად նայեք ամփոփումը։ Մենք գնում ենք Եվրոպա, բայց հայտնում ենք Ադրբեջանի, Թուրքիայի գրկում։ Այսինքն եվրոպական արժեք բորալով հայտնվում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջների ներքո եւ խոնարհաբար խելոք կատարում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները։ Սա է գործընթացը։ Իսկ եվրոպական մեր գործընկերները այս սցենարին ինչպես են վերաբերում ձեր կարծիքով։ Որ մենք հայտնվում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի գրկում։ Նրանց համար միևնույն է կարևոր է Հայաստանը փոխվի Ռուսաստանից, թե որոշակի ամեն դեպքում մոդելներ կան, որ նրանք կցանկանեն, որ այդ մոդելով զարգանար իր սցենարը։ Ինձ համար եվրոպական մոդելները երկու բաղադրիչից են կազմում։ Մեկ արժեքային համակարգն է, որ ամրագրված է փաստաթղթերում, դա մարդու իրավունքներն են, ժողովրդավարությունն է, բարիդրացությունն է, բոլոր այն եվրոպական լավագույն արժեքներ, որ 800 տարի Պորտուգալիայից ու Անգլիայից սկսած դարձել են եվրոպական քաղաքակրթության մաս։ Դա մեզ հարազատ բնագավառն է։ Եվրոպական արժեքներ, եվրոպական քաղաքակրթություն։ Բայց եվրոպական քաղաքակրթությունը եւ եվրոպական կառույցն այսօր ունեն երկրորդ բաղադրիչը։ Դա ռեալ պոլիտիկն է, իսկ այսօր ռեալ պոլիտիկը Ուկրաինա, Ռուսաստան կամ Արևելք, Արևմուտք նոր աշխարհաբաժանման խնդիրն է փորձում լուծել, որտեղ իր խնդիրը Ռուսաստանի դեմ ստեղծել հնարավորինս շատ դիմադրության օջախներ, բնականաբար իրենց շահերից բխում է Ռուսաստանին թույլատրելը, իրենց խնդիրները լուծելու, Ուկրաինան տանել դեպի, ասենք, Եվրոպա, դեպի ՆԱՏՕ, այդ խնդիրների շուրջ իրենք ստեղծել են ուկրաինական բլոկ, մոլդովական բլոկ, հայկական բլոկ են ուզում ստեղծել են արդեն, թե հայկականը դեռ նոր են ստեղծում։ Դրանք արդեն գործում են, վնասում են Ուկրաինայի ժողովրդին, վնասում են Մոլդովայի ժողովրդին։ Հայաստանում հաջողվել են, թե դեռ ընթացքում են, իսկ Ուկրաինան ոչնչացնել, ուկրաինացի ժողովրդին ուղղակի ոչնչացնել դեմ կարող եմ ասել հաջողել է եւ նույնիսկ բացասական դեր է այսօր Եվրոպան այդ առումով տանում, որովհետեւ շատ թե քիչ եթե հավատանք Ամերիկա, Ռուսաստան բանակցություններին կամ իրենց անկեղծությանը, որ ուզում են խնդիրը լուծել, եվրոպական կառույցները ուզում են մինչև վերջին ուկրաինացին այդ խնդիրը չլուծվի, այդ հակամարտությունը շարունակվի եւ Զելենսկին էլ ցավալիորեն գնում է հենց այդ ճանապարհով, ինքը ամենևին
ռեալ չի, ինքը գնում է Ուկրաինայի ժողովրդին վերջնական քայքայլում։ Զուգահեռաբար ասեմ, որ այդ կուտերը, այդ խաբուսիկ առաջարկները վրացիները չընդունեցին։ Վրացիները մի նախադասություն ասեցին, որ ինձ համար քաղաքական հասունության բան է, ասեցին մեզ մի օգտագործեք գործիք։ Մենք շատ եվրոպական ենք, մենք իսկապես եվրոպական ենք։ Թբիլիսիում պատտվեք ամենուր է Եվրոմիության դրոշներ, ես ուրիշ տեղ չեմ տեսել այդքան Եվրոմիության դրոշ, ինչքան Վրաստանում։ Բայց վրացիները ասեցին, եթե մենք այդքան եվրոպական ենք, ինչի՞ եք մեզ օգտագործում ուրիշի դեմ ձեր խնդիրները լուծելու համար։ Ճիշտ երկրները այս պահին նրանք էին, որոնք չպետք է մտնեին խաղի մեջ։ Հայաստանը ցավոք սրտի մտել է այդ խաղի մեջ եւ ավասիկ երեկվա հայտարարությունը Եվրոմիությունը, որ գումար է հատկացնում Բրյուսելում ստորագրած փաստաթուղթը հիբրիդային հարձակումների դեմ հիբրիդային հարձակումներից պաշտպանելու համար։ Ձեզ ուղիղ հարց եմ տալիս։ Ում հարձակումներից պաշտպանվելու մասին է խոսքը։ Եվրոպան մեզ ումից է պաշտպանում։ Պետք չէ շատ հեռու գնալ, կարծում եմ բոլորս հասկանում ենք։ Ակնհայտ է, որ ումից որ պաշտպանվում ենք, այդ երկրի ռազմական բազան կա այստեղ։ Այսինքն մի քիչ պարադոքսալ է ստացվում, չի բռնում։ Պարադոքս է ստացվում։ Պաշտպանվում ես մեկից, որը քո վրա չի արձակում, նույն եվրոպացիների խնդիրն է։ Ասում են մենք պետք է պաշտպանենք Ռուսաստանի հարձակումներից։ Ռուսաստանը իբր իր խնդիրները լուծել է, հիմա էլ Ուկրաինան թողած պիտի հարձակվի Ֆրանսիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի վրա։ Աբսուրդ է, դա այդ թշնամու կերպար ստեղծելու տակտիկան է, ստեղծենք թշնամի, ասենք որ նա մեզ գալու է ոչնչացնել, մենք զինվենք, նույնը հիմա Հայաստանում այդ խնդիրը իրականացում կա մի հատ ռուսական վտանգ, որ Ռուսաստանը հարձակվելու, այն դեպքում ձեր ասած ռազմական բազան էստեղ է, էներգետիկ անվտանգություն կան, էներգետիկ հարաբերություններ կան, ուզես թե չուզես անվտանգությունը մեծապես Ռուսաստանից եւ ի՞նչն ես ուզում, այսինքն դու սրանից պաշտպանվում ես հիբրիդային հարձակումներից եւ ուր ես մտնում, կարող ես ասել։ Պաշտպանվեցինք ռուսական ազդեցությունը, մեզնից էլ չի կախված, ներող կլինեք, ռեալ լինենք։ Հարավային Կովկասում ռուսների ազդեցությունը որոշվելու է էլի Ռուսաստան Միացյալ Նահանգների բանակցությունների արդյունքում։ Ուկրաինացիները այսօր կարողանում են իրենց ճակատագրի վրա ազդեցություն ունենալ։ Նույն ձև էլ Միջին Ասիան, Մերձավոր Արևելք, Հարավային Կովկասը մեծ քարտերի, մեծ պատերազմների մաս են կազմում։ Եվ այս ընթացքում դու պետք է ընդամենը ոչ թե կողմ բռնես որևէ մեկի, այլ փորձես զուսպ լինել, մի քիչ չեզոք լինել, մինչև այդ վտանգը անցնի, մինչև քո խնդիրները լուծել, որովհետև կողմ բռնել նշանակում է մյուս կողմին հիբրիդային պատերազմի կողմ հայտարարես ու փողեր բերես, որ ինձ փող տվեք, ես հիբրիդային պատերազմ անեմ եւ առնչական ընտրություններին ինձ աջակցեք, թե չէ իրանք ուտելու են։ Բան է, դիվանագիտության նշույլ չկա այստեղ։ Զրոյական դիվանագիտություն է։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Աստված բարին անի։ Աստված։ Փորձենք հասարակությանը հասցնել այս վտանգները, որ հասարակությունը առաջիկա ընտրություններին մի քիչ սթափ գնա, էլի ոչ թե չգիտեմ, համակրանքներով, այլ հուսանք։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, մեր հյուրն էր Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, կհանդիպենք։